Մենք բոլորս երբ որ առավոտյան արթնանում ենք, առաջին բանը մեր ձեռքը տանում ենք հեռախոսին։ Բացում ենք, մի հատ տեսնենք ով է նամակ գրել, ով է մեր նկարները հավանել, ով ինչ հետ կարդում ենք սրանք, հետո քաղաքական լուրեր, հետո բամբասանքները, հետո արդեն սորցեն գալիս որ նույնիսկ լոգարան գնալուց ենք հեռախոսները հետները ստանում, այնտեղ էլ ենք նույն բանն անում, գալիս ենք սեղանի շուրջը 4 հոգով նստում ենք, նորից ամեն մեկս մեր հեռախոսի մեջ ենք, այս նույն գործողությունն ենք կատարում, եւ այս սրա մեջ ապրում ենք, չհասկանալով որ մեր կողքի մարդը մեր ուշադրության կարիքն ունի, մեր հայացքի կարիքն ունի, մեր խոսքի կարիքն ունի, մեր քնքշանքի կարիքն ունի, եւ մեր ամենահարազատ ընկերը դարել է դա։ Եվ մենք մոռանում ենք անջատել, նույնիսկ գիշերը չենք անջատում, մեր բարձի կողքն ենք դնում, դրա հետ քնում ենք, սրա հետ ապրում ենք մենք ամեն օր։ Եվ դրա համար մեր մեջ աղմուկը այնքան շատացել է, որ ճշմարիտ խոսքն երբ որ լսում ենք, այդ աղմուկը խեղդում է ինչպես Սերմնացյանի առակի մեջ փշերը ելան, խեղդեցին, չկարողացավ ծիլը արձակեր, այնպես էլ այս աշխարհի հոգսերն ու խորհուրդները, այս ամենը գալիս են մարդ հոգին, այսպես փշերով սպանում են, խեղդում են, եւ արդեն դու գոռում ես, ուզում ես էլ, բայց այլևս անկարող ես, հնարավոր չէ, որովհետեւ կորցրել ես այն կապը, որ կար, եւ այսօր այդ կապը կորցված է երկնքի հետ։ Մենք երկրի ամեն տեսակ կապ ունենք, ում ուզենք, աշխարհի որ քաղաքում ուզենք, մի ծանոթ կգտնենք, անպայման այդ մարդուն կգտնի մեզ համար։ Բայց մեկ բան, որ Աստծո հետ կապ հաստատենք, մենք մոռացել ենք, որ հաստատելու համար նախ եւ առաջ այս մարմինը պետք է տաճար դառնա։ Եվ այս տաճարի մեջ հոգին պիտի բնակվի, եւ այդ հոգի մեզ պիտի զորացնի, գեղեցկացնի, այդ հոգի մեզ պիտի առաջնորդի, որպեսզի մենք դառնանք Աստծո այդ զավակներ,